Մենք աշխատել ուղիղ եթերում իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը։ Բարև ձեզ Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես 3 առաջ օրը պատտվում էր Քրիստինե Վարդանյանի ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքը, որ մոտավորապես նույն ժամանակ 1 տարի առաջ ինքը ասում է, որ այնպիսի տպավորություն, որ շուտով դուք պետք է ստիպված լինեք ընդունել, որ ձեր միակ երաշխավորը մնացել է Ալիևն ու Էրդողանը։ 1 տարի հետո շատ կոնկրետ այս մարդիկ հայտարարեցին, Ալենով հայտարարեցին, որ այո, իրենց մեր երկրի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Երևի եզակի դեպքերից է, երբ որ Ալեն Սիմոնյանը չի ստել, որովհետև անձնապես Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվտանգության երաշխավորողը Իլհամ Ալիևն է։ Ասենք կա երկրում մարդ, կառույց, խումբ, որը կասկածի տակ կարող է դնի այդ պնդումը։ Իհարկե ոչ։ Որտեվ չլինի Իլհամ Ալիևը, Ալեն Սիմոնյանին կտանեն ու կփակեն գազանանոցում։ Ինձ որ ոչ մի տարաձայնություն կամ ինչ որ ֆալշ Ալեն Սիմոնյանի պնդումների մեջ չկա։ Եթե ձեզ մեկ էլ հանկարծ թվաց, որ Ալեն Սիմոնյանի նկատի ունի Հայաստան, հայ ժողովուրդ, ես չգիտեմ այնտեղ ՔՊ, էդ էլ ասա, ինքը նկատի ունի բացառապես անձամբ ինքը եւ ՔՊ-ն, որտեվ եթե չլինի ՔՊ, չլինի Ալեն Սիմոնյան։ Դժվար թե ենթադրենք ՔՊ-ն ծրվի, Ալեն Սիմոնյանին հրավիրեն մեկ ուրիշ կուսակցություն։ Ալեն Սիմոնյանն է, բացառապես ՔՊ-ի շնորհիվ եւ նա դա շատ པարզ գիտակցում է ու դրա համար տենց քծնում ու շողոքորթում է Նիկոլ Փաշինյանին, որտեվ չլինի Նիկոլ Փաշինյան, չի լինի ՔՊ։ Հետևաբար ինքը իր պրիորիտետները շատ չոտքի դրել է։ Ես պետքա քծնեմ Փաշինյանին, իսկ իմ անվտանգության երաշխավորողը Իլհամ Ալիևն է, շատ པարզ բանաձև է։ Իսկ առհասարակ դուք նկատել եք, որ այս 8 տարվա ընթացքում ընդդիմադիր դաշտում հնչեցված բոլոր կանխատեսումները քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարքի վերաբերյալ իրականացան։ Այսինքն, երբ որ 19 թվականին ասում էինք, որ հանձնելու է Արցախը, այդ նույն Նիկոլա Մերժ ֆեյքերը գալիս վիրավորանքներ էին բանանում, որ Նիկոլը Արցախի անվտանգության երաշխավորողն է, հանձնեց Արցախը մի տարի հետո։ Երբ որ ասում էինք Սյունիքի հարցն է կանգնած, ասում էին ինչ եք խոսում, սա մեր միջազգայինորեն ճանաչված տարածքներն է եւ այլ, հիմա թուրքը ջերմուկի վրա կախված է։ Թուրքը կապանի մեջ մտած է, ներքին հանդով, ճակատենով եւ մնացած բոլոր հավես տեղերով եւ Զանգեզուրի միջանցքն էլ ներառյալ։ Երբ որ ասում էինք Տավուշի մասին, մեզ ասում էին ինչ եք խոսում, մարդը բան է արել, միլիցեք այնտեղ ուղարկել, որ ամրապնդի սահմանը։ Գեգամ Նազարյանն էլ տունն է վերանորոգի։ Հա, ես եմ այնտեղ Աննա Հակոբյանը պրոստը ջրի ճամփա էր սարքել այն ժամանակվա կորպուսի հրամանատարի Խաչատուրովի մոտ, ոնց որ հորտուն գնար գար։ Ինչ տեղի ունեցավ, Խաչատուրովին գործից հանեց, բանակը միլիցեքին հետ կանչեց, բանակը ցրեց, Տավուշի կեսը նվիրում է թշնամուն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը այնքան կանխատեսելի էին, որ մի զարմացեք, որ Քրիստինե Վարդանյանը մի տարի առաջ ասել է, այսօր իրականանում առհասարակ լսեք ինչ են ասում մարդիկ, որովհետև խոսացողները այդ մարդիկ են, որոնք ոչ թե բան են անում, Ալիևի արևով են երդվում կամ ասում են Ալիև ձյաձյա ինչ անենք, որ քեզ լավ լինի, այլ մարդիկ նստում ուսումնասիրում են, վերլուծում են եւ այդ վերլուծության հիման վրա կանխատեսումներ են անում, որոնք իրականանում են։ Այսքան բան, այսօր կրկնեմ, եւ Քրիստինե Վարդանյանի պարագայում եւ Ալեն Սիմոնյանի պարագայում ես բացարձակապես ոչ զարմացած եմ, ոչ զայրացած, որտեվ Քրիստինե Վարդանյանի պարագայում ես գիտեի, որ տենց է լինելու,
Ալեն Սիմոնյանի պարագայում ես գիտեի, որ տենց է լինելու։ Այսինքն ճիշտ էր կանխատեսում։ Ոչ թե կանխատեսում էր, ասում էր ասեք, էլի Քրիստինեն ասում էր ասեք, որ կարակ ինձ մի դեպք նշեք, երբ որ ընդդիմադիր դաշտից էքսպերտների մասին է խոսքը գնում։ Ինչ որ զգուշացում կամ կանխատեսում է եղել, եւ այդ կանխատեսումը չի իրականացել, չկա տենց բան։ Ու իդեպ ասած, երբ որ վերլուծում ես ադրբեջանական էքսպերտային եւ պաշտոնական լրահոսը, իրականում Փաշինյանի վերաբերյալ այնտեղ մի քիչ այդքան էլ հստակ չի էլի իրավիճակը, հեսա կասեմ ինչու։ Այն հարցը ինչի եք դուք սատարում Փաշինյանին, ոչ թե Փաշինյանը մեր աղբերն է, ոչ թե լավ տղա է, ոչ թե հայրենասեր է, այլ Փաշինյանը կանխատեսելի է, ու եթե ինքը ադրբեջանցիքի համար է կանխատեսելի, ինքը մեր համար կանխատեսելի ու կանխատեսելի է։ Բայց այս վերջերս այդ լրահոսում սենց միտք է սկսել հնչել, որ իրականում մեզ համար մեկը ով կլինի Հայաստանի վարչապետը, որովհետև Փաշինյանի շնորհիվ Հարավային Կովկասում այնպիսի կոնֆիգուրացիա է ստեղծվել, Հայաստանին նենց են մցրել մկանցակը, որ ով էլ ուզում է գա, այս ստեղծված իրավիճակը նա չի կարողանալու փոխի։ Այսինքն Փաշինյանը ոչ թե մեզ դավաճանել է, Փաշինյանը ոչ թե ծնկի է եկել Ալիևի առաջ, այլ Փաշինյանը մեր ապագան է պղծել, ինքը զրկել է մեր ապագա սերունդներին հնարավորությունից կոտրել այս ստեղծված վիճակը։ Դե հիմա դուք այդ աղջիկը դրանից էլ օգտվում Արմենի, ասում է դե ես եմ արել, մենակ ես էլ կարող եմ այս վիճակից։ Քանի որ այստեղ երաշխիքի մասին ենք խոսում։ Ու քանի որ իրավիճակը արդեն ձևավորված է, Ալիևի համար արդեն մեկ է, Նիկոլը կլինի, թե ես կլինեմ։ Իրանք այսինքն բացարձակապես չեն սատարում, այն աստիճանի չեն սատարում այդ անվտանգությանը, ոնց որ երևակայում Ալեն Սիմոնյանը, վաղը չեմիսօրը եթե Ալիևին պետք լինի, Ռուբեն Վարդանյանի տեղը զբաղեցնելու Ալեն Սիմոնյանը։ Ու թող Աստված կանչի, որ ինքը իր բանտարկության սրոկը անցնի Երևանի գազանանոցում, այլ ոչ թե Բաքվի բանտում։ Ջան։ Այն որ ինքը հիմա հենց հիմա ազգային ժողով արագ օրենք տարան, անուններից է սկսել վախենալ, որ դաշինքները այս կամ այն անձի անունով չպիտի լինի, պարզ է, երևի այնտեղ ինչ որ Սամվել Կարապետյանի անունն է, թերևս ամենից շատ իրեն անհանգստացնում այս պահին, կամ դուք ավելի ձեր կարծիքը կասեք, հասկացանք, հիմա բա այս երիտասարդի Դավիթի դեմ էս իր բան ինչ է ուզում ասի, տեսեք, որ ոչ մեկը չհամարձակվի։ Ես արդեն ունեցա խոսամ այդ թեմայով, իրականում ամենաապուշ քայլներ, այսինքն Նիկոլ Փաշինյանի ապուշագույն, հիմարագույն քայլերից մեկն էր։ Իր բուն իմաստը այն էր, որ ինքը ցույց տվեց իր կարծիքով, որ կինոյի տղեն ստեղ ինքն է, որ ինքը երբ որ գալիս է եկեղեցի, սա sense պետք է բան անեն, պատերի տակ շարվեն, որ ինքը գա մոտենա խորանին։ Ու ցույց տվեց, որ յուրաքանչյուր մարդ, ով որ Փաշինյանի ճամփ են կտրում, դեմը կտրում, ինքը դատվելու է, իր համար մեկ է, երեխա, կին, ծեր, բացարձակապես մեկ է։ Սակայն դա բերեց ճիշտ հակառակ էֆեկտին։ Հիմա մոնիտորինգ անող սոցիոլոգները ձեր հարցին ավելի հստակ թվերով կպատասխանեն, բայց ես կասեմ ձեզ բանը, այսպես ասած, դինամիկան, հա, այդ տղաների շրջապատը ընտանիքի անդամները, նու մեծ առումով Գերդաստանի ներկայացուցիչները իր դասընկերները, ուսուցիչները, Հայաթի ժողովուրդը, ով որ գիտեն այս տղային, հա, իրանք արդեն միանշանակ Փաշինյան չեն ընտրելու, որովհետև յուրաքանչյուր ծնող, ում երեխան սովորում է Դավիթի դասարանում, յուրաքանչյուր ծնող, ով գիտի Դավիթի նման տղային, ինքը հասկանում է, թե Դավիթի նման լավ սովորող, դաստիարակված,
երեխուն են տարել, բա իմ երեխուն ինչ են անելու։ Հետևաբար ինձ պետք է նենց անել, որ այսինքն իմ երեխային վտանգազերծելու համար ես պետք է Փաշինյան չընտրեմ։ Այսինքն հակառակ էֆեկտը կունենա։ Էֆեկտ արդեն ունի այդ էֆեկտը, որտեվ քանի որ շփումներ եմ ունեցել, ընդհանուր մթնոլորտը մարդիկ, որոնք անգամ դաժե չէին էլ պատրաստվում գնային ընտրությունների, հա, մարդիկ, որոնք դե Նիկոլից բացի ում ընտրեն, բան սենց ինչ-որ սենց կամակուսանքների մեջ էին, հիմա միանշանակ գիտեն, որ գնալու են չընտրելու Նիկոլ Փաշինյան, որովհետև հակառակ դեպքում վաղը իր երեխեն կարա հայտնվի Դավիթ Մինասյանի տեղը, որովհետև Դավիթ Մինասյանը հասկանում եք, եթե իմ նման մարդ լիներ, որը համառորեն, հետևողականորեն 8 տարի ամեն օր այս թեմայի մեջ է, բան մի քիչ հասկանալի էր։ Ինչ որ միտեղ հասկանալի է, ի վերջո երկու անգամ ինձ էլ են փորձել դատել։ Բայց ստեղ ընդամենը տեղի է ունեցել սադրանք, այդ երեխեն լինելով դեռահաս փորձել է միջամտել, որ օգնի իր համակարգացուն։ Ինքը ոչ հականիկոլ էր, ինքը ոչ ես հասկանում եք, այսինքն մարդը սենց շարի մեջ է ընկել Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած սադրանքի։ Շարը, հետևաբար, դե այդ բառը չէի ուզում ասեի, ում շարն է, բոլորս հասկացանք։ Վաղը չէ մյուս օրը կարող է իր երեխեն հանկարծակի Նիկոլի կորտեժի առաջը փողոց անցնի, իրանը կբռնեն կդատեն։ Իսկ որ մի ծնողը նման բան կուզի։ Իհարկե ոչ մի։ Այսինքն այն ինչ որ իրանք պլանավորում էին, վախացնեն, սահմանափակեն, մարոզանեն, ճիշտ հակառակն է, որտեղ մարդիկ լուր ու մոչ գնալու են ընտրեն չընտրեն Նիկոլ կամ ընտրեն չնիկոլ։ Այսօր շարունակեք, դա մեր շահերից է բխում։ Ինչքան կարեք կուկուռուզ կերեք, ինչքան կարեք թքեք քաղաքացիների վրա, ինչքան կարեք կատոկեք իրանց երեխեքին։ Ես միայն ուրախ եմ, որ դուք նման վարքագիծ եք դրսևորում, որտեղ ուրիշ հնարավորություն մարդուն բացատրել ձեր ինչ լինելը գոյություն չունի, դա ընդամենը ձեզ թույլ տալ լինել այն ինչ որ դուք կաք։ Ես կարամ 1000 անգամ ասեմ, որ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը քխեն։ Ու ինձ կասեն, ես խփնված պարավա էլի իր բանը, շարմանկենա խոդի տվել։ Բայց որ նույն մարդը տեսնում է ոնց է Ալեն Սիմոնյանը թքում քաղաքացու վրա, ոնց է տեսնում, որ իր անչափահաս երեխուն տանում են, փակում են, դրանից լավ ապացույց որտեղից ես կարայի գտնեի։ Իդեպ ասել են չքաղաքականացնել, վախեցած են այդ։ Ինչը չքաղաքականացնեմ։ Կուկուռուզ ուտելը, քաղաքացու վրա թքելը։ Ծնողներն են ասել, որտեվ էլի Քրիստինեն գրեց, ասեց մենք ակտիվ պատրաստ ենք, բայց մեզ խնդրել են, որ մենք։ Գիտեք ինչ, այդ չքաղաքականացնել արդեն իրոք են, sense մի փոքր բառարան եմ արդեն ստեղծել, բառերից, որոնք իմ մոտ պրոստը ալերգիա են առաջարկում, այդ չքաղաքականացնելը այդ շարքից է։ Այդ նույնը քաղաքականություն եթե քաղաքական кейս է, ոնց կարելի է դա չքաղաքականացնել, մեկ։ Այս հատուկ ծնողների։ Երկրորդը ես հասկանում եմ, որ այդ ծնողներն ասել են, ձեներդ կտրեք, թե չէ ավելի վատ կլինի։ Բայց խնդիրը նրանում է, որ եթե հիմա լռենք, վաղը չէ մյուս օրը ձեր հարևանի երեխու հետևից են գալու, հետո նրա դասարանի երեխու հետևից են գալու։ Իսկ իրանց պետք է այդ թեման։ Արմինը դեռ հայտնի չի, եթե լռեն իր երեխու հետևից միջև, եսի ինչ չեն անի, միջև, դա էլ հայտնի չի։ Չես տեսել, բայց չես տեսել ինչեր են անում։ Կա թեման փակեք, բան կանենք, երեխուդ բաց կթողենք։ Նման զարգացում հնարավոր է։ Չէ, ինելա հնարավոր, չէ, նորը միջև վերջել գնան։ Ամեն դեպքում, բայց քանի որ եթե լռեն բան կանեն։ ես
այդ շրջանակներից դուրս եմ եւ ես դրսից եմ նայում, ես տեսնում եմ տենդենսիա, ես հասկանում եմ, որ այսօր այս մի երեխու հետ է եղել, վաղը մյուս երեխու հետ է լինելու։ Հետո այն մյուս երեխու հետ է լինելու։ Ու ձեր երեխեքի միջոցով փակելու են ձեր բերանները, որ վաղը չեմիս օր այդ ձեր նույն երեխեքին տանեն մատաղ անեն Թուրքին։ Մի հատ նախկին ընկերուհի ունեմ, որը ինքնամոռաց նիկոլական է։ Մենք ծանոթացել ենք շատ պրոզաիկ պարագայում, իր որդուն տարել են բանակ, ու ինքը դարձավ այն ժամանակ հիշում եք, մի հատ sense տոլի կազմակերպություններ, տոլի ինչ էր, զինվորի մայրերը, բան են, որ sense բանակի սախ բանը աչու ձախը, ինչ են կերել, մայկատ ռուսիկը, ես չգիտեմ դիրքերի վիճակը, զենք զինամթերքը, որ իրանց երեխեքը լա, հետևողական այդ կինը բան էր անում։ Հետևում էր, որ բանակում, в общем, ամեն ինչ լավ լինի, որ իր երեխան վերադառնա տուն։ 2 տարին անցնում է ու ոնց որ հունիսին այդ տղան պետքա արդեն բան անի, դեմոբիլիզացվի ու այդ պահին բանակում ինչ որ միջադեպ է լինում, արդեն չեմ հիշում, սուտ չասեմ, ինչ որ մի հատ sense թեմա է լինում ու շատ այնց վրթոված ինձ պատկերացնում ես sense բան է կատարվում ու այդ ժամանակ Սեյրան Օհանյաններ այն ժամանակ պաշտպանության նախարար թեժ գիծ էին բացել որ զանգեք կարող եք անոնիմնը պատմել միջադեպի մասին մենք կքննենք ասող ես ինձ պատմում գնա բան արա թեժ գիծ զանգի պատմի որովհետև այդ տենց թողել չի կարելի հրաշալի պատասխան ստացա մի ամսից տղես տուն է գալիս ինձ շատ պետք չի Այսինքն ինքը 2 տարի երբ որ այդ ինչ որ sense անհասկանալի զինվորների շահերի մասին մտածում էր իրականում դա այդ իրան թքած ունի այդ զինվորների վրա որտեղ երբ որ հարցը հասավ զինվորների ապահով ծառայությունը ինչը 2 տարի ուղեղս թրաշում էր այդ թեմայով ու իր երեխու մի ամսից տուն գալը թե 20 օրից տուն գալը Այստեղ ամեն ինչ եկավ կանգնեց իր տեղը։ Հիմա այստեղ նույն բանն է, ես ըմբռնումով եմ մոտենում, ես հասկանում եմ, որ քո երեխեն միշտ էլ քո երեխենն է։ Բայց մի քիչ էլ պետք է մտածել, չէ՞, քանի այդպիսի երեխա հետո են զոհ դառնալու։ Իմիջիայլոց, եթե այդպես տարար, նույնը տարածվում է նաև այն հղի կնոջ մահից սպանությունից հետո նույնք այդ նաև իր ծնողները չէ իրենց պահեցին։ Հիմա սենց ասեմ դպրոցական ձերբակալելու հավանականությունը քիչ էր ավելի շատ բարձր, այսինքն ավելի շատ դպրոցականներ կարան ձերբակալեն, քան հղի կնի կին գցեն ավտոյի տակ։ Դե ինձ այդ նույն ձերբակալը դեպք է։ Այդ լկտիության բանն էր, որ դի կանգնեցնի։ Բայց մենք պետք է մեզ համար հասկանանք, հա, մենք պայքարում ենք ինչի համար։ Ինչա մեզ համար կարևոր։ Սկզբունքը թե մեր անհատական անվտանգությունն է, մեր անհատական բարեկեցությունը։ Բայց այդ շատ ավելի բան որ լայնացնես Արմինե, նույն բանն է, ասենք, որ Արցախցի 150,000 տնավեր են եղել, հա, ինքը չի եղել։ Այդ նույն բանն է, չէ՞, մտածում է, դե որ իմ հետ չի առնչվել, Արցախցին է, թող այսպես Արցախցու չգիտեմ, հիմա Սյունիքի գլխի վերը գյուղերը դատարկում, հո ես այդ գյուղում տուն չունեմ, դատարկում է, թող դատարկի։ Տավուշից որ այդքան բան տվել է, հո ինչ անենք, տվել է, հո չի գալիս ինձ հասնում, ասում ես եկել աստե բերանիդ արդեն հասել է, ասում է, չէ, ոնց որ միջև այդ մի 2 գյուղ կա, այնտեղ չեն Արարատից որ մտնեն, Երասխից որ գան։ Էսա, նույն ամբողջը մի տրամաբանության մի քաղաքականացրեք բանացի, դա Նիկոլիզմի ամենավատ դրսևորումներից մեկն է։ Կամ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, մենք ընտրությունների չեն գնում, մենք բոլորին դեմ ենք։ Նույն նիկոլական, այո, բաներն է։ Տեսեք, ինչ որ մի բան ասեցիք, այս թեման եկավ առաջ։ Հիմա արդեն ներսում է ինչ որ բան, չնայած նախնական զրույցում դուք հուշեցիք եւ հիշեցրեցիք Հովիկ Աղազարյանը անհանգի շարժումներ արեց, Շիշ Բռնողն է սկսել անհանգի շարժումներ անել, ինչպես է որ տեղը ցույց չի տալիս Նիկոլը իրենց։ Դե վախենում է որ դա կարող է Նիկոլի անունը ներսից է քանդվելու։ Որովհետեւ հələ նայեք ինքը կամ ստիպված է լինելու
կաշառել իր այդ համախոհներին կամ շանտաժի տակ պահել, որ իրանք այդ իր ամրոցը պահեն, ու յուրաքանչյուր ում ինքը նեղացրել է, վիրավորել է, դուս է շպրտել այդ կուտոկից, ինքը այդ ներսի սաղ տեղեկատվությունը դուրս է բերելու, մենք իրանցից ենք իմանալու դեղ ինչ է կատարվում։ Ու առաջինը հենց պապայում Հովիկ Աղազարյանն էր, ում դու շպրտեցին, մի 2-3 բան թռցրեց բերնից, ինչ է ներսում կատարվում եւ ինչպես են որոշումները կայացվում։ Հետո այն Ասլանյանը, իդեպ ասած Ասլանյանի кейսը ամենահետաքրքիրն է։ Հիշեցնեմ, Ասլանյան ինչ է անունը, չեմ հիշում։ Հակոբ Ասլանյան։ Հակոբ Ասլանյանը, այդ են բիձուկն է, որի պատճառով ձերբակալվեց եւ խոշտանգվեց Սամվել Վարդանյանը։ Մոռացել ենք դրա մասին։ Երբ որ այդ Ասլանյանին իբր բան են արել, ճնշել են, նեղել են, վիրավորել են, չգիտեմ ինչ են արել, հոգեբանական տրավմա են հասցրել, առաջինը ով էր այդ բիձու կողքը կանգնած ու բիձուն բանանում, Ալեն Սիմոնյանը, ու այդ ամբողջ ռեպրեսիվ մեքենան, որ կատոկեց Սամվելին, Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ եւ Հովանու ներքո է տեղի ունեցել։ Հակառակ դեպքում, եթե չլիներ վերևից հրահանգ, այն ինչ որ Սամվելի հետ տեղի է ունեցել, տեղի չէր կարող ունենալ, հարցը դա չի։ Անցնում է 1-1.5 տարի, Հակոբ Ասլանյանին չգիտեմ ինչ պատճառներով տշում են ԿՊ-ի փառահեղ շարքերից, ու Հակոբ Ասլանյանն է սկսում խոսել եւ քննադատել։ Եվ այս վերջերս, եթե հիշում եք, նույն Ալեն Սիմոնյանը բավականին անհարգալից եւ վիրավորական տեքստով թե դուրը փակեք, թե ռադդ քաշեք, ինչ զբաներ էր, չի ասել ես վերջերս այդ բիձուն։ Հիմա նայեք, մենք ունենք մի հատ մի հատ Հակոբ Ասլանյան, որին երբ որ վիրավորում է Սամվել Վարդանյանը, նա խոշտանգվում է, ձերբակալվում է եւ դատվում է եւ բան անում, արդարացվում է։ Երբ որ մենք ունենք նույն Հակոբ Ասլանյանին գրեթե նույն բառամթերքով եւ բանով մոտեցումով վիրավորող Ալեն Սիմոնյան, ոչ ոք տեղի չի ունենում։ Ես չեմ լսել, որ Ալեն Սիմոնյանին ձերբակալեն, խոշտանգեն, դատեն։ Այսինքն ինչ որ կարելի է Ալեն Սիմոնյանին, անցած շաբաթ հայերից նաեւ քաղաքացուն չի կարելի Սամվել Վարդանյաններին։ Սա է այն Հայաստանը, որի երաշխավորողը Իլհամ Ալիևն է։ Ձեզ դուր է գալիս այդ Հայաստանը։ Սամվելի մաման էլ կարար ասել, մի քաղաքականացրեք, ես երեխուս ուզում եմ հետ ստանամ։ Բայց այդ կինը ասեց, չէ, ես խոսալու եմ, պետք է խոսացվի, որովհետև իմ երեխու ճակատագրին ուրիշ երեխեք չպետք է արժանանան։ Էս է եղել Սամվել Վարդանյանի մամայի խոսքը եւ քրոջ։ Հատկապես որ այնտեղ բան չկար, այդ ձայնագրությունը տեսել եք, որ հենց թիկնապահներն են առաջինը հարվածում, ասում, այսինքն դա էլ կարելի է բանը անում, ոնց որ միջամտում է ուրիշի կոնֆլիկտի մեջ։ Պետք է ավելի շատ հանրայնացնել, բարձրաձայնել ու ասել։ Շարունակելով ամրոցի թեման, հիմա շիշ բռնողը, որը մտնում էր այդ իրանց բանի մեջ, վերնախավի մեջ, եթե ասենք Ասլանյանն ու Աղազարյանն ոնց որ շարքային քպեշնիկներ էին, հա, ուրիշ բառ էի ուզում ասեի, բայց չի կարելի։ Ու հիմա մենք շիշ բռնողից լիք հետաքրքիր բաներ ենք իմանում։ Բանակի մասին։ Բանակի վերաբերյալ ասկել Վագն Ալեքսանյանը, երբ որ ինչեր է ասում, պատար էր անում, որ 1.5 միլիարդ բան, բունկերներ, եսի մինչեր, անկեղծ եմ ասում, ես մի հատ այն OSB-ը ինչ է, այնպես տախտակները հիմա որ ծախում են 2200 դրամով, այդ տախտակներից հավաքած մի հատ ախոր եմ տեսել, որը չի փրկելու հերթական հրդեհի պարագը։ Ես շփվել եմ այն ջահելների հետ, որոնք, իմ համեմատ ջահել բաների հետ, որ
ոնց է կոչվում վերապատրաստման այն որ 40 տարեկաններին տանում են 3 շաբաթով իրանց պատմասերը ինչ պայմաններում են նրանք ծառայում ու մեկ էլ ինչ որ sense բունկերների մասին է խոսքը որի մասին ես ոչ լսել եմ ոչ տեսել եմ երկու անգամ արհեստական բանականությամբ ստեղծած ինչ որ ռոլիկներ են աչքովս ընկել դե եթե իրանց արհեստական բանականությունությամբ ստեղծված իրականության մեջ դա կա ես չգիտեմ այնուամենայնիվ այսինքն ինչ որ էլ զենք են առնում էլ բունկերներ են կարող պարզվում է որ իրանք էլեմենտար չեն կարողանում ապահովել տարական հիգիենան բանակում ամենաառաջի եւ ամենակարևոր բանն է ինչու որտեվ մարդիկ այնտեղ ապրում են շատ սեղմ ու ցանկացած վարակ միանգամից տալու է բանը գունդը շարքից հանի 1 երկրորդը հիվանդությունները երրորդը հոտը ոչիլները թախտաբիթիները այդ ամեն ինչը շատ վաղուց հələ առաջի աշխարհամարտից սկսած դարձել է գոստ նորմա որ զինվորը պետք է լինի մաքուր իսկ այն ինչ որ ես եմ տեսել ես եմ շփվել ու այն ինչ որ հաստատում է ձեր կուտոկից դուրս եկած տեղեկատվության կրողը իրար բռնում են ձեր ասածը չի բռնում ու այդ ինչ էր անունը չեմ ուզում շիշ բռնողը ասեմ անունը ինչ էր Հայկ Սարգսյանի նմանների ձեռքերով է քանդվելու որտեղ վաղը չեմ իսօր է լուլուին եք նեղացնելու հետո Ալփի Դավոյանին կնեղացնեք հետո այն մի հատ թազա էք ունեն Հասմիկ Հակոբյանը իրան որ вообще մի հատ սենց անես մի անգամից բան կանես սենց պուլիտոտի պես սաղ ինչ գիտի դուս կտա դե այնտեղ ուղեղը պրոստը 2 կոպեկանոցի չափ է Այդ մտավոր հետամնացնա չէ հա ու причем ոչ թե մտավոր հետամնացա ես ռուսերի մացլա восторженная дура էս այլ այսինքն ինքը восторженный է էլի հիաց չէ ամենաճիշտ բառը հենց ռուսերենով շատ լավ է հնչում восторгը հիացմունքն է էլի որ ինքը նախ իր վրա է զարմացած նախ ինքը զարմացած է որ սենց կարելի է ապրել նախ իրան տելևիզորով են ցույց տալիս ինչ են ասել եւ ձեր նմաններն են որ հայաստանցիների եւ արցախցիների մեջ բաներ մտցնում այո հասկանում եք չէ այդ աղջկան պինդ պահեք Որտեւ եթե դուք այդ աղջկան հանկարծ նեղացնեք, ինքը նույն երանդով, նույն հիացմունքով, ինքը սաղ ինչ գիտի ձեր մասին պատմելու է։ Մալենի կասել ինչ անեմ, ամեն ինչ անում եմ, էլի։ Չգիտեմ, լավն է այդ աղջկան։ Ինքը ձեր ապագան է եւ ձեր անվտանգության երաշխավորողը։ Դե լավ, դու էլ այնտեղ լուլու կա, բուժքույր կա, արփի կա։ Այնօրը լուլու եմ լսում։ Լուլուի հացին լուլուն նոր բառ է իր համար բացահայտել։ Ինստիտուտ։ Ըստ էության ինչ որ մեկը իրեն կամ ասել է, կամ բացատրել է ինստիտուտը ինչ է, կամ ես չգիտեմ, որտեվ հասկան զգում ես որ մարդը չի տիրապետում այդ բառի թեմային չի տիրապետում, բայց իրան ասել են ինքը դա արտաբերում է որ դուք հասկանում եք վարչապետը դա ինստիտուտ է նու բառերանում տենց է գրած իրոք վարչապետ աղջիկ ջան ծիտս լուլու ջան կաթողիկոսնել է ինստիտուտ օй բայց այդ պարագայում ինչի քո այդ սկզբունքը չի գործում կբացատրես ինձ աղջիկ ջան բայց մարդիկ այսինքն որ օրենքը այնց բանա որ ինքը պետք է ունենա ունիվերսալ կիրառման առանձնահատկություն այսինքն եթե մի բանի համար սա սենց է ապա նույն ձևի է մյուս բանի համար իր ապարագայում մինի արթայնացի որտեվ իր ուսուցչուհին Հետո ես չեմ ասի ինքնահիշեցի, ասելա չէ ժամանակին ասելա մարտնչող դատարկություն ոչնչություն հռչակավոր դեբիլ էլի չէ ասել մարտնչող բայց մեծ հաշով դու մարտնչող դեբիլ չգիտեմ ես հա դե դրամար եմ ասում իրան պատմել գլխից ասելա իրան ասել են լու ջան կգնաս ապուշա որ ասում իմ ուսուցչուհին ես գիտեք ինձ ասում էր որ ես մոտավորապես ավարտված բան անդրադարձիրակ դեբիլ եմ էլի չգիտեմ մի քիչ ուրիշ բառերով բայց ասել են մարտնչող տգետ թե մարտնչող
ես ապուշ, ինչ որ ասես, մի важно։ Այսինքն աղջիկ ջան, այդ ով որ քեզ ասել է, որ վարչապետը ինստիտուտ է, ու դա իրոք տենց է։ Ուրեմն այդ նշանակում է, որ նույն վերաբերմունքը, որը դու ակնկալում ես այդ ինստիտուտի նկատմամբ, դու պետք է դրսևորես նաև ուրիշ ինստիտուտի նկատմամբ։ Հակառակ դեպքում դու ապա օրինականացնում ես, դելեգիտիմացնում ես ինստիտուտը որպես երևույթ եւ Փաշինյանը ներառյալ։ Դեմոկրատի։ Երկրորդը ամենակարևորը, այդ ով որ քեզ պատմել է ինստիտուտի մասին, քեզ մոռացել եմ մի ուրիշ կարևոր հանգամանք պատմի, որ ինստիտուտը դա նշանակում է, որ գոյություն ունի համակարգ, որը գործում է եւ այն պահից, երբ այդ ինստիտուտի ներկայացուցիչը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, սկսում է մեկանձնյա որոշումներ կայացնել, անտեսելով համակարգի աշխատանքի օրենքները եւ սկզբունքները, ինքը բան է անում, ինստիտուտը դադարեցնում է իր գոյությունը, այսինքն մենք ունենք արդեն ոչ թե ինստիտուտի հետ, այլ մեկ մարդու հետ, ով որ քանդում է այդ ինստիտուտը։ Հասկացա՞ր ցիտես։ Էսա։ Ինչքան աշխատանք տարավ Լուլուքո համար Արմինեն, հետո դժգոհում եք։ Շնորհակալություն Արմինեն։ Խնդրեմ։